Բալուս ձեզ կյանքներիդ մեռնեմ, ուրեմն ջանքերին ուսումնասիրելով շուկան, պահանջները, արդի պահանջները ուսումնասիրելով, եկավ են եզրակացության, որ մարդիկ այսօր ճիշտ խոսքի կարիք ունեն, ձեր կյանքին մեռնեմ, ճիշտ խոսքի, կյանքի մասին խոսքի կարիք ունեն, ցավները տանեմ։ Ու համենայում եմ տենում եմ, ով տեղից վերակենեմ, ինչ-որ դասեր տալի, լայվ քոչեր անեմ, կյանքներիդ մեռնեմ, բա ջանքերին գլուխը հոմեռած չի, ցավները տանեմ, ջանքերին էսա ձեզ անենց իրական մի հատ դասընթացների շարքա տալի, որ դուք սաղ կյանք պրոբլեմ չունենաք, մեռնեմ ձեզ, սաղ ձեր մարեմ անում, ցավները տանեմ։ Ուրեմն դասընթացների շարք եմ սկսեմ, կյանքի դասեր ջանքերուց։ Ու ձեզ տոշնի, ակուրատնի, սիրուն բացատրեմ, որը որից հետո է, որ դուք ձեր կյանքում սաղ ճիշտ անեք, սաղ ընտիր անեք, ցավները տանեմ։ Դե բարով տեսանք, ձեր կյանքին մեռնեմ։ Սկսում ենք առաջի դասը։ Կյանքներիդ մեռնեմ, ուրեմն առաջի մեր դասը աշխատանքի մասին է, նրա մասին է, որ աշխատանքը դա չարիք է, ցավները տանեմ։ Ինչ եմ ուզում ասեմ որպես նախաբան։ Աշխատանքը դա չարիք է, կյանքներիդ մեռնեմ, աշխատանքը մարդու համար չի, մարդը պետք է ազատ լինի, ազատ, մարդը պետք է զբաղվի մենակ իր սիրած գործով, ստեղծագործական մտավոր գործով, ձեր կյանքին մեռնեմ, ասենք աբսուրդ չի ձեր կյանքին մեռնեմ, ռավոդիս իգու աշխատում ես օրը 8 ժամ, պախատեսել եմ, ստի ես գնում, ընդի ես գնում, պռոկեքի միջին կյանքը տանցակ ենեմ, իտոգն ոչ մի օգուտ չունես, այդ ցավը տանեմ։ Կյանքդ անցնում է, ծնվում ես, ապրում ես, հետո գնում ես աշխատում ես, այ կյանքիդ մեռնեմ, հետո վերջում քեզ բան չի մնում, բան չի մնում, աշխատանքով ով է հարստացել։ Հիմի այս մեր սլայդների միջոցով, սիրուն ակուրատնի ջանքերին ձեզ ամեն ինչ կբացատրի։ Ուրեմն առաջի հերթին ամենակարևոր ռեսուրսը մարդու դա էներգիան է եւ ժամանակը, ձեր կյանքին մեռնեմ։ Ուրեմն դուք գնում եք ձեր էներգիան ծախսում եք, ձեր ժամանակը ծախսում եք, ինչ որ մնին գոհացնելու մար, ինչ որ մնի նպատակները, որ իրականացնեք, ճիշտ չի։ Ճիշտ չի։ Գլխի եք, չէ՞ ինչ եմ ասում։ Բա ձեր տեղ ով դի ապրի, այ ձեր կյանքին մեռնեմ։ Երկրորդ ամենակարևոր բանը, ասենք այդ ժամանակը դու կարաս ծախսես քու վրա, քու ընտանիքի վրա, քու ընկերոջ հետ երկու բաժակ խմելու վրա, կյանքիդ մեռնեմ, այդ ժամանակը որ դու գնում ես օֆիսը մեզ նստում, գնում ես շինարարություն մեջ կծռում ես, պետք է դա ծախսես, ցավները տանեմ, քու հարազատների վրա, հանգստի վրա, հաջորդ մեր կետը հանգստի վրա, ասենք կազ ոչ մի բան չանես, ավելի օգուտ չի, որ ոչ մի բան չանես, ցավը տանեմ, կյանքդ քումար ապրես, քումար դիվանին պարկի, դիվան քշի, ավելի լավ չի, 100% բա ինչ է, ու ըստի ամենակարևորը, գիտեք ինչն է, ձեր կյանքին մեռնեմ, որ դու երբ որ պարապես մնում, դա ասենք մարդը պետք է պարապ մնա, պետք է իր ուղեղը աշխատի, երբ որ մարդը զբաղված է գործով, իր ուղեղը աշխատում է գործի վրա, բայց երբ որ դու պարապ ես, հազար ու մի բան ա մտքովդ անցնում, հազար ու մի նախաձեռնություն կարաս մտածես, հազար ու մի ճիշտ ու լավ բան անես, ձեր կյանքին մեռնեմ, ջանքերին հավայ բաներ չի ասում, սա ասենք իմ փիլիսոփայական մտքի գոհարներն են, ձեր կյանքին մեռնեմ, համե որ գնում ես գործի, քու աշխարհայացքդ էլ է փոխվում, իգու ներվանացած տուն ես գալի, այդ գործի բանը թափում ես տնեցիքիդ գլխին, այդ ջղայնությունն է բանը, կյանքներիդ մեռնում, ճիշտ չի։ Պետք է մտածես, մարդը նրա համար է, որ պարկի մտածի, կյանքներիդ մեռնեմ, ոչ թե նրա համար է, որ մի խոսքով։ Մեկ էլ ընդի մի հատ ուրիշը սենց տուպիկ կա, դու ասենք ավելի շատ փող ես աշխատում, ծախսերդ էլ է շատ անեմ, ավելի շատ ես ծախսեմ, պետք է ավելի շատ աշխատես, ավելի շատ ես աշխատում, էլի կյանքդ կրճատվեց։ Այդ ինչ է, գրած է, սլայդի մեջ էլ գրած է, ձեր կյանքին մեռնեմ, մարդու մոլորությունը, ես շատ եմ աշխատում, լավ ապրեմ, որ լավ ապրեմ, բայց դու դրանով լավ չապրիր, դու դրանով չապրիր, գլխի եք, չէ՞,
ձեր կյանքին մեռնեմ, էսա տեսեք ջանքերին ձեզ ոնց է օգնում, ձեր ցավը տանում։ Հաջորդ սլայդը, գուցե աշխատասիրությունը խնդիր է, բա խնդիր չի, բա ինչ հայ ձեր կյանքին մեռնեմ, բա խնդիր չի, բա ինչ է, ասենք մարդը կարա ասի, ես սիրում եմ աշխատեմ, բայց, հիմի գալիս է մի հատ լայն, մի հատ մեծ հասկացություն, որ կյանքներդ մեռնեն, մարդը ոչ թե սիրում է աշխատի, այլ մարդը վախում է անորոշ վիճակից, գլխի եք, չէ, մարդիկ կան, լիքը մարդիկ կան, որ իրան ժամանակը չեն կարող կազմակերպեն, իրանց մինը պետք է, որ ասի, այս տրուբեն վեկալ ստեից բեշտի, այս վեդրոն վեկալ ստի անտար թափի ընդի, գլխի եք, չէ, բա մենք հո այդ մարդկանցից չենք ձեր կյանքին մեռնը, մենք ենք ասում ով ինչ տրուբա տանի ստի, ով ինչ վեդրո տանի, գլխի եք, չէ, Հիմի մարդիկ կան ազատ ժամանակից վախում են, գլխի եք, որ ազատ ժամանակի մեջ ես ըլում, քու մտքերը սկսում են գլխիդ մեջ ինչ ասես պտտիլը, սկսում ես դու ասեն քու առօրյայից դուրս բաներ մտածելը, դես դեն տիեզերքի մասին բանսեն, հայ տիեզերքի մասին մի բան ասեմ, էլի ձեր կյանքին մեռնեմ, ուրեմն այս լիքը դասեր մասեր կա, որ ես տեղել եմ, էլի ինտերնետներեն, որ փողը դու պետք է չաշխատես տիեզերքից ուզես, տիեզերքը ձեր մարհու բանկ չի, այ ձեր կյանքին մեռնում, ջանքերին տենց հավայի բաներ չի սովորեցնում ձեզ, ջանքերին ձեզ կյանքի կոնկրետ պրակտիկ դասեր է տալի, դրա համար դուք իմ դասերին հետևեք, ցավներդ տանեմ, այս մեր Արենի YouTube-ով է գցում եմ ինքն էլ այն աշխատողը, պատվից կարելի է որ հաջորդ դասերն է նայեք, սա լավ տիլի ձեր կյանքին մեռնեմ, ուրեմն տենց էլի ասենք մարդը որ պարապամնեմ շատ մարդ գլխի չինքը ինչ անի հետ իր ժամանակի հետ, ինչ պետք է անես կյանքիդ մեռնեմ, գնա հնգերների տես երկու բաժակ խմի, նարդի խաղա, բլոտ խաղա, կյանքիդ մեռնեմ, ավելի լավ չի, քան որ գնում ես սրաները ասածն ես անում, տենց էլի, մեկ էլ ասենք որ պարապ նստում ես, սկսում ես դու քեզ մեղադրելը, որ բա այս պարապ նստի կյանքը, բա ինչ դի անի, բա կյանքը անցնի դի, ցավը տան, բա կյանքը նես բան է, որ անցողի կա, բա գեղեցկությունը դրա մեջ է, կյանքիդ մեռնեմ, ավելի լավ չի պարապ նստես, կյանքը տենց անցնի, քան թե դու գնաս ուրիշի ասածներ անես, ինչ մի խոսքով կյանքներդ մեռնեմ, ազատ ապրելը, ազատությունը, դա նվեր է, գլխի եք, չէ, դա պատիժ չի, ցավներ տան, մի վախեցեք ազատությունից, այս հաջորդ սլայդը, այս սլայդը լով ասա էլի կազմե, ցիտատներ ավերել, որ ասենք ջանքերու միտքը, մտքի թռիչքը, նենց ասենք բանային, որ ասում այ տես թե ուր է միտքս թռնում քաջ ոսկանի գյուլի պես, այ տենց մեծ մտածողա ջանքերին, որ տեսեք ինչ մարդիկ են նույն բաները, համարյա նույն բաները, ասե չնայած իմ ասածը մի քիչ ուրիշ է, բայց տեսեք օրինակ իմար Արիստոտելը հավայի մարդ չէ ձեր կյանքին մեռնում, Արիստոտելը մեր աղբերն է, Հիմի ինչ հասում Արիստոտելը ասում է մարդու նպատակը պարզապես աշխատելը չէ, կյանքի նպատակը լավ ապրել ու մարդկային ներուժը զարգացնելն է, գլխի եք չէ ինչ ասում մարդը, ուզում է ասի կյանքիդ մեռնեմ, այդ ձեր ամեն ինչ որ դրել եք ձեր կարիերայի, ձեր գործի վրա, այդպես չի, ցավը տանեմ, ընդի հազար հատ բան կարա ջան, երկնքին նայել կա, թռչուններին նայել կա, գնա լճի մոտ նստի լճին նայի, հեչ որ չլի Գլխի ես չէ, հազար հատ զբաղվում կա կյանքիդ մեռնեմ, այս կյանքը ոչ աշխատանքով սկսել է, ոչ էլ պրսնիտի, հետը 4 հատ փետ տեստան, ինչ աշխատանք, ամուտ հորը ջան, կյանք անցնում է, Բերտրան Ռասել, աշխատանքը չպետք է դառնա կյանքի ինքնանպատակ, այսինչ չէր սխալ մխալ գրես լովանալա, մարդուն անհրաժեշտ է նաև ազատ ժամանակ ապրելու, մտածելու և հաճույք ստանալու համար, հաբա ոնց է կյանքիդ մեռնեմ, ոչ թե անհրաժեշտ է նաև ժամանակ, այլ պետք է ամբողջ ժամանակը դու տենց անցկացնես, կյանքիդ մեռնեմ,
Հիմի գալիս ենք ամենակարևորին, ձեր կյանքին մեռնեմ, այս հələ նախաբաններ էլի, ձեր ցավը տանեմ, հիմի գալիս ենք ամենակարևոր գործնական մասին, որտի ջանքերին իր գործնական մեթոդները տալիս է ձեզ, ասենք նվերի պես, ասենք նվերա, գլխի եք, չէ, ջանքերին ձեզ նվիրում է գործնական մասը, թե ոնց անեք, որ առանց աշխատելու աղի պես ապրեք, ոնց որ ասենք ջանքերին անում, բայց մինչև ես սկսել եմ, մի հատ մի բաժոկ գցեմ, կյանքներիդ մեռնեմ, խմում եմ այս ձեր կենացը, ցավներիդ տանեմ, ուղեղներիդ մի քիչ զոր տվեք ուղեղների, չի կարելի, կյանքներիդ մեռնեմ, հիմի այդ գործնական մասի մեջ կա մի հատ կարևոր կետ, ասենք փող չկա, աշխատանքը վատ է, չէ, աշխատանքը վատ է, բայց պետք է ապրես, պետք է հաց առնես, կալբաս առնես, սարաղ առնես, ոնց անես, ասենք էլի փիլիսոփայենք, էլի նայենք լճերին, ամպերին, բայց ոնց անենք, որ համ փիլիսոփայենք, համ էլ մեր հաց ու կալբասը ունենանք, ձեր կյանքին մեռնեմ, անցանք արդեն գործնական քայլեր, սա գաղտնիքներ է, սա մարգարիտներ է, մտքի գիգանտի կողմից ձեզ նվիրվող մարգարիտներ է, ձեր կյանքին մեռնեմ, ուշադիր լսեք, մինչև վերջ լսեք, թուղթ ու գրիչով լսեք, համե պատվիսկա ելեք այս կանալին, որ հաջորդները բաց չթողակ, ուրեմն աշխատանքը փոխարինի ճիշտ մարդ գտնելով, մեթոդ համար առաջին, ուրեմն կյանքներիդ մեռնեմ, եթե դու մի բան չես ուզում անես, ոչ թե չես ուզում անես, դու քո ժամանակը գնահատում ես, չէ, բայց լիքը հիշում եք այն նախորդ նախաբանի մեջ, ես ձեզ պատմեցի, որ լիքը մարդ կա, որ իր ժամանակը չի գնահատում, ձեր կյանքին մեռնեմ, դրա համար գտնում ես այտենց մարդկանց ու անենց ես ան, որ իրանք քո տեղը աշխատեն, կյանքներիդ մեռնեմ, մի օրինակ իմար, այս սլայդը, այդ հո ջանքերին չի նստեք կոմպյուտերով հավաքել, ջանքերին հազիվ одноклассник ամտնում, բայց լա կյանքներիդ մեռնեմ, տեսեք ինչ ակուրատնի սլայդ է, ես տալիս եմ գաղափար, մտքեր, գլխի եք, չէ, ուրիշները դա իրագործում են իրանց թաթիկներով, լովաց նստել է իր թաթիկներով իրագործել այս սլայդը, ձեր կյանքին մեռնեմ, ջանքերին թելադրում է, իդեան է տալի գաղափարը, այդ կյանքներիդ մեռնեմ, առաջին մեթոդն է, դու պետք է գաղափարակիցներ գտնես, գլխի եք, չէ, Այսինքն դու պետք է քեզ հավատացող քո գաղափարակից մարդիկ գտնես, ստի հնտես բանաձևս էլ են դուրս գրելով այս հետ, աշխատող մարդը փող ստամ իր ձեռի աշխատանքից, խելացի մարդը ուրիշի հավատից, այսինքն դու պետք է քո անձով մի հատ իկոնա ստեղծես, որ մարդկանց համախմբես դրա շուրջ, գաղափարները տոս իրանք եք հումար աշխատեն, ձեր կյանքին մեռնեմ, սա համար առաջի դասն է, համար առաջի, սա լավ հիշեք սա, դրա երկրորդ մեթոդը մի քիչ ավելի սա ոնց որ ապասնի բան է, սա սկսնակներին խորհուրդ չի տրվում, ձեր կյանքին մեռնեմ, սա լայն առաջին մեթոդը մի քիչ պրակտիկայա բան է հավաքեք, ձեր կյանքին մեռնեմ, հետո կանցնեք այս երկրորդ մեթոդը, էլի եմ ասում, տան պայմաններում պետք չի կրկնել, երկրորդը պետք է մի քիչ գլխի լես, մի քիչ պրակտիկա ունենաս, էլի, հետո պրակտիկ դասերը կարող է տան, ասենք ընդդիտանային աշխատանքաբան է, բայց հələ որ ես առաջինում չկա տենց բաներ, հիմի ինչը մա կայանում, այս երկրորդ մեթոդը դրամահավաք առանց հասցե, գլխի եք, չէ, գրիկ չէ, հիմի որ գումար չունես, ասա գումարը կա, բայց որտեղից կա, հարցա չէ առաջան, բայց որտեղից կա, դա արդեն երկրորդ հարցն է, առաջինը հավատում են, որ կա, կարող պետք է մարդը հավատա, որ դու ասենք մի բան ես ասում, ուրեմն այդ գումարը դրա համար արդեն կա, գլխի եք, չէ, օրինակ ժողովրդի համար հանգստյան տուն եմ սարքում, գլխի եք, չէ, տուն եմ սարքում, հենց փողը վակվի, կոսենք էլի այդ հավատամ, օրինակ վառ օրինակը, այս վերջի ընտրություններին, որ ջանքերին մասնակցեց, այս մեթոդի կիրառումը շատ հստակ դուք ընդի կարաք տենաք, ջանքերին գնաց ստի, գնաց ընդի, գումարներ հավաքեց,
զանգեց Սաշայից ուզեց, ցավներ տանեմ, գնաց ժողովրդից հավաքեց, որովհետև Ջանքերին, էլի եմ ասում, գաղափարներ տվող մարդ է, ինքը իր գաղափարի մար սկսեց կառուցել այդ բանը, ինչ են ասում, կյանքների դմեռն եմ, իմպերիան, հա, մի խոսքով էս երկրորդ մեթոդը մի քիչ գլխի եք չոր, ապասնի մեթոդը, այտենց, չորրորդ և հինգերորդ մեթոդն են, երրորդ մեթոդ կա, էդի հույժ գաղտնի ա, ցավներ տանեմ, էդի, ասենք, էդ մեկը ես չեմ բացեմ, էդի շատ ապասնի մեթոդ ա, ձեր կյանքին մեռեմ, ձեր համար մտածելով, թե չէ ինձ իշկա։ Չորրորդ և հինգերորդ մեթոդները կապիտալ և հարցի ստեղծում։ Ասենք քու մեծագույն կապիտալը, ոչ տուն ունես, չէ ոչ տուն ունես, ոչ բիզնես ունես, ոչ այդ պասիվ եկամուտը ունես, բայց ունես ինքնավստահություն, կյանքիդ մեռնեմ, հասկանում ես, կապիտալը այն չի է, թե դու ինչքան փող ունես, կապիտալը այն ա, թե մարդիկ քեզ ինչքան լուրջ են վերաբերվում, ցավներ տան դրա համար, Ջանքերին միշտ ինքնավստահ ա, որովհետև Ջանքերին իրոք ինքը իրա վրա վստահ ա, որ ինքը կարա միլիոն հատ հարց լուծի, ցավդ տանեմ, դրա համար մարդիկ կարան բերեն Ջանքերուն դոնատ անեն, ձեր կյանքին մեռնեն։ Էս առաջինը, չորրորդ մեթոդը, հինգերորդը, ստեղծիր հարց, ոչ թե ապրանք, ինչու՞մ ա կայանում էս մեթոդը։ Օրինակի համար, էս մի քիչ անկեղծ մոմենտ ա, էլի ձեր կյանքին մեռնեմ, ասենք օրինակի համար մի Ջանքերին, ասենք կալբասի փող այսօր չունի, չէ, բայց ունի գիտելիք, որը կարա կիսվի մարդկանց հետ, ոնց այսինքն լիքը բաներ ինքն էլ չգիտի, բայց կարա խոսա, չէ դրա մասին, խի չի կա խոսա, լեզու չունի, բերան չունի, սա ասենք սա էլ այն գաղտնի մեթոդներից, բայց ոչինչ, ես անգամ էլ եմ կիսվում, ցավներդ տանեմ, բայց ձեզ ասեմ, որ 4-րդ ու 5-րդ կետերը էլի ապասնի բաներ ա ու էլի սկզբից սկսնակներին խորհուրդ չի տրվում, էլի սա պրակտիկայի պահանջ ա, պրակտիկան էլ կյանքներիդ մեռնեմ, առանձին դասընթացով, տնային աշխատանքներով բանով կարող ա անցնենք, տենանք դուք ասենք ոնց եք ձեզ դրսևորում, այս դասերը ինչքան մարդ ա հետևորդ հավաքում եւ այլն։ Հիմի ես ամեն ինչից Ջանքերին ոնց որ դուրս ա բերել իր ընդհանուր բանաձևը, ինչպես չաշխատել։ Առաջինը, գտնել խնդիր, օրինակի համար, էլի իմ պրակտիկայից եմ օրինակը բերեմ, օրինակի համար Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, պետք է այդ ճգնաժամը լուծվի, օրինակի համար եմ ասում, դրան մեծ անուն տալը, դե ասենք Ջանքերին ինքը իրանով արդեն մեծ անուն ունի, էլի գլխի եք ձեր կյանքին մեռնեմ, գտնել մեկին, ով հավատում ա այդ մեծ գաղափարին, տվյալ դեպքում էդի Լյովաս դուք գիտեք, ասենք հավատարիմ, իմ կուսակիցն ա, իմ գաղափարակիցն ա, ինչ ես անում եմ, ինքը հավատում ա, մեկ մի դժվար հավատում, բայց դե մի կարևորը վերջում հավատում ա, մի օրինակ հավատացել ա, չէ՞ որ էս սլայդը սարքի, խնդրեմ կյանքներիդ մեռնեմ, ամեն ինչ տենց դժվար չի, հավատացողին գտնել ուրիշ հավատացողներ, այսինքն, էլի նույն ընտրությունների վրով, Լյովաս հավատաց, լիքը ուրիշ մարդիկ հավատացին, Լյովաս բերեց իրա կլենտուրային որպես ինձ կոնտինգենտ, ընտրող կոնտինգենտ բերեց, կյանքներ մեռնեմ, տեն մեկ, այսինքն աշխատող սիստեմա, սա Ջանքերին ավայ բաներ չի աշխատում, ու հինգերորդ ամենակարևոր կետը, դու պետք է ինքդ չաշխատես, կյանքիդ մեռնեմ, սա դրա մասին ա, այսինքն եթե դու սկսում ես աշխատել, այս սաղ սիստեմը փչանում, այսինքն անիմաստ ա դառնում, էլի գլխի եք, չէ։ Всё, կյանքներիդ մեռնեմ, այսքանով էս մի դասը ավարտում ենք, դուք ասենք այս կոմենտարիաների բաժնում ինչ հարցեր ունեք, ինչ մտահոգություններ ունեք, ձեր դիմումը բողոքը գրեք, ձեր կյանքին մեռնեմ։ Ջանքերին օպերատիվ կերպով բոլոր այդ բաները, ավելի ճիշտ Ջանքերին չարենը
Արենս էլ այն աշխատողներից իր YouTube կանալով են գցեն, որովհետև ինի դանգուդվալ գործ է, էլի ես իմը չեմ կարող մի բացեմ։ Ես դահակներ բաներ ունեմ, մի խոսքով։ Էդ էլ մի ուրիշ դաս է, ոնց դահակները բան անես, էլի կյանքիդ մեռնեմ, ասեն կարաս են սկզբնական շրջանավոր կապիտալ չկա, բանկերից վեր ունես, բայց դա մի քիչ ուրիշ հարց է, դա արդեն այս դասի մեջ չի մտնում։ Բայց սա էլ է այս սիստեմի մի մասն է։ Սա մեծ սիստեմ է, սա ասենք բարդ սիստեմ է, կյանքն հետ մեռնեմ։ Դրա համար այս մի պրիմիտիվից եմ սկսում։ Մի խոսքով, ընդի դուք գրեք ձեր կոմենտարիաները, ցավն այդ տանը, մեկ էլ դուք կարող ասեք, թե ձեզ ինչն է մտահոգում, ինչ թեմաներով կուզեք ջանքերին դասեր տա, կյանքն հետ մեռնեմ, ջանքերին էլ համապատասխան կերպով սաղ կկազմակերպի, ցավն այդ տանը, դե լավ մնացեք, մինչև հաջորդ դասը, պաչամ։